Ողջույն, մենք գտնվում ենք Հայաստանի Վայոց ձորի մարզի սրտում, իսկ ավելի կոնկրետ Հերհեր գյուղում։ Այստեղ միահյուսվում են պատմությունը, չքնաղ բնապատկերները եւ մարդիկ։ Եկել ենք բացահայտելու, զգալու, տեսնելու, թե ինչպիսին է կյանքը այստեղ Վայոց ձորի Հերհերում։ Երևի գաղտնիք չեմ բացահայտելու, եթե ասեմ, որ Հայաստանի ցանկացած բնակավայր հարուստ է առաջին հերթին իր բնակիչներով, հատկապես այն մարդկանցով, ովքեր այստեղ շատ երկար տարիներ են ապրում, եւ գալով Հերհեր բնականը մենք չէինք կարող չհանդիպել Նատալիա Մինասյանին, ով արդեն 92 տարեկան է եւ 19 տարեկանից ապրում է Հերհերում։ Գնանք ծանոթանանք Նատալիա տատիկի հետ։ 14 նավար ենք եղել։ Աղշատեր ենք, անասուն ենք պախել, գյուղատնտեսությունն ենք արել, ավրանք ենք պախել, մանկավարժային։ Մենի կրտնքով պախել ենք, բոլորին էլ հասել է, բարձր խաղաղություն չէ։ ոչ մեկն էլ ներքև չի մնաց։ Այդ մեր կրտնքի հաշվում։ Եվ վերջում էլ խաղաղություն լինի։ Վերջում էլ ուզում եմ այս սահատը երգրին խաղաղություն, մեր երիտասարդներին առողջություն, ափսոսա 40 տարով մեր Հայաստանը ետ ընկա երգիրը խաղաղության բերել։ Մեր երիտասարդներն ափսոսել, մեր ջահելներն ափսոսել։ Շնորհակալ եմ տատի ջան, դու էլ միշտ լինես առողջ, ամեն անգամ մենք հյուրընկալվենք ձեր տուն եւ միշտ քեզ այսպես առիթ տեսնենք, լավ։ Խոստանում եմ ձեզ։ Ապրեք շատ։ Ավելին, առավելն եմ ցանկանում։ Շնորհակալ եմ։ Շատ Մենք շարունակում ենք բացահայտել Մինասյանների ընտանիքին եւ հիմա խոսելու ենք այս ընտանիքի զույգի մասին, ովքեր 50 տարվա ամուսիններ են ու փորձելու ենք բացահայտել ամուր եւ առողջ ընտանիք կազմելու եւ այդ ընտանիքը պահպանելու գաղտնիքները։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ տեսնելու հնարավորություն ունեմ եւ հանդիպելու հնարավորություն ունեմ։ Մենք շատ ուրախ ենք ձեզ ընդունելու համար եւ աչքս աթոռին է, որովհետեւ դա 70 տարեկան աթոռ է, որը ես ամեն տունը մաքրելուց առաջ ուզում եմ գցել, տատիկը տանում պահում է։ Այսինքն ես պիտի գայի, փաստորեն այս աթոռին պիտի հնարավորություն ունենայի նստելու։ Այո, այդպես։ Սա Նատալիա տատիկի աթոռն է։ Այո, իր տան առաջին գույքն է, որ իրենք ամուսնացել են դրել են այսպես։ Ամեն անգամ ես ուզում եմ վերացնեմ, ինքը պահում է, մեկ էլ հայտնվում է տեղում։ Ուրեմն այս թվում է սայից հետո էլ չեք նետի։ Չէ, արդեն պահելու Արդեն կպահեմ, շատ լավ։ Ես իրականում ուզում եմ ձեզ հետ խոսել ձեր ընտանիքի ստեղծման պատմության մասին։ Ես խոսեմ այդ մասին։ Այո, կարող եք դուք սկսել, ձեր ամուսինը կշարունակի։ Այո։ 1970։ Հա, էլի։ Բասնս 71։
Համալսարան իսկապես ստենցելը սկսվեց։ Կռվելով եք սկսել։ Կռվելով։ Մենք իրեն մասին թերթերում գրեցին, հեռուստացույցով հայտարարեցին, որ 5 է ստացել գերազանց այլուն քննություն է։ Դուք էլ սիրահարվեցիք միանգամից։ Իսկ ես 3 է ստացել, գիտեի, որ պիտի մնամ կոնկուրսի տակ, ինչ ուզում ստանամ, տխուր եմ, լացում եմ, քերիս ասաց, տեսնում ես, այդ տղան շատ գիտելիք ունի, բարձր է ստացել, քոնն էլ այդքան էր։ Ասի, ես ինչ իմանամ, ինչ մինիստրի տղա է ինքը նշանակել են, էլի։ Հա, այսպես էլ մնաց, ասի մեկը ես պիտի ընդունվեմ, հլը պիտի գտնեմ այդ տղանով։ Դուք եք մնացել, հա, հաջորդ տարի ես դուրս մնացի, ընդունվեցինք, կարդացին անուն արտանունները ընդունվածների, մեկ էլ եկավ Մինասյան Դավիթ Աղվանի, ասաց ես եմ, ես շուր եկա, ինձանից հետո էր նստած և հարցրեցի, Մինասյան Դավիթը դուք եք, ասաց, այո, ինչ ա եղել, քուր ջան, ասեցի, մի հատ գյուղացի տղա էր հասարած, հագնված մաքուր ոգիք սիրուն, ու այդպես էլ կռվեցին, որպես կուրսեցիներ։ Կռիվը վերածվեց սիրով։ Կռիվ այսպես ավարտվեց ու չենք խոսում իրար այդ կուրսում, հաջորդ տարին գնում ենք հանրակացարան, շատ են կուրսեցիներով հանրակացարան մնացողները, հավաքվեցինք իրար օգնում ենք, տեղավորվում ենք, ասացի, դու Դավիթ ինչու չեք խոսում իրար հետ, ասի ես եմ, ինքն էլ չգիտի ինչի, այսպես մտել մացանք, իրար օգնելով և այլն, հետո ընկերացանք, կազմվեց ընտանիք 75 թվական։ Պարոն Դավիթ, դուք ինչի չէիք խոսում, ձեր ապագա կնոջ հետ։ Գիտեք ինչ կա, երբ արդեն ինքը ծագումով Շիրակի դաշտավայրից է, Արևիկ գյուղից, Գյումրեցուն յուրահատուկ, Շիրակի դաշտավայրին յուրահատուկ, այդպես ես, ախ ինչ համար այդ աղջիկը պես հակակրանքի զգացում դրսևորեց, հետագայում երբ ճիշտ ասած, երբ իմացա պատճառն ինչ էր, հետո դե ընկերներում կուրսեցի աղջիկների հետ շատ մոտիկ հարաբերության մեջ էի, հետո այդ ժամանակ կուրսեցի աղջիկներին նաև եղբայրական վերաբերմունք են դրսևորում ուրիշ տղաների ոտնձգություններից պաշտպանելու համար եւ տղաներից մեկը ասում է շատ է դուրս եկել չես մոտիկացնի ես ուզում եմ իր հետ այլ մոտեցում ունենամ Ուշտարի աչքով ճիշտ ասած ես նայեցի այդ ուրիշների լուրն եկել ալամի նայեմ սեյթի մեջ լավ բաներ կա դե վերջը մոտիկացանք ընկերացանք ու այդ ընկերությունը վերածվեց սիրո 72 թվից 74 թվին ամուսնացանք ընտանիքներ պետություն է այո դժվարությունները պիտի հաղթահարել հեշտի ընտանիքներ մի փոքրիկ պետություն է իր դժվարություններով Ինձ թվում է աղջիկները ավելի համարձակ եւ պահանջատեր են, քան տղաները անկեղծորեն։ Չգիտեմ որքանով են ճիշտ դիտարկել եւ ուսումնասիրել։ Ես այսպես եմ ուզում, ես այնպես եմ ուզում։ Ուզում եք երկուսով թեթևի տվեք, հասեք դրան։ Պետք չի արագ բաժանվել։ Եվ երբ 1603 թվականին Շահ Աբբասը մոտ 300,000 հայերի բռնագաղթեցրել է Պարսկաստանի խորքերը, Վայոց ձորի տարածքի 100-ից ավելի բնակավայրերից հայաբնակ են մնացել մարտնչելով ընդամենը 5 բնակավայր։ Խաչիկը, Գնիշիկը, Արենի Արփան, Աղավնաձորը, Վայքյան տարածաշրջանում հերհերը, հերհերցիները եղել են Սյունյաց նախարարական տան Հեծյալները կռվելով քաշվել են գյուղի մերձակա անտառը իդեպ այնտեղ գտնվող մի քարայր կա այդ քարայրը կոչվում է Սյուրգյունի քարայր դա պարսկերեն թուրքերենով աղավաղված է նշանակում է աքսոր ինքը այնտեղ հաստատվել են բայց երբ հայրենի հողը չեն լքել եւ հետագայում անդադ այդ տարածքում հաստատված թուրքերին քրդերին անդադ նեղություն են տվել որպեսի իրենց հայրենի տարածքից հեռանան եւ պարսիկները ստիպված թույլատրել են վերստին 1603 թվականից հետո 1645 թվական երեսների հետ լադառնան իրենց գյուղը
Քեզ միացել է Արմենը, ով ծնունդով Հերհեր գյուղից է եւ մասնագիտությամբ զբոսավար է, հետեւաբար մենք այսօր շատ ինֆորմացիա պիտի ստանանք գյուղի մասին։ Արմեն ջան, ողջույն։ Ողջույն։ Շատ ուրախ ենք, որ քեզ հանդիպելու հնարավորություն ունեցանք գյուղում։ Խնդրում եմ մեզ պատմես գյուղի մասին։ Հատկապես երևի թե շեշտը դնենք նաեւ գյուղի տուրիստական ռեսուրսների վրա։ Ինչ ես կարծում։ Ինչ վայրեր կան տեսարժան, որոնք ըստ քեզ կարող են զբոսաշրջիկներին հետաքրքրել եւ դրա արդյունքում շատ զբոսաշրջիկներ կարող են գալ տեսնելու եւ վայելելու Հերհերի բնությունը։ Նախ շատ շնորհակալ եմ հյուրընկալվելու մեր գյուղ։ Ես շատ եմ սիրում Հերհեր գյուղը, ինձ ճանաչողները շատ կփաստեն դրանով։ Հերհերը շատ մեծ պոտենցիալ ունի ու ես այստեղ ապրելու տարիներից արդեն իսկ հասկացել եմ այդ պոտենցիալը, դրա համար պոտենցիալը փորձում եմ ճիշտ օգտագործել, այսինքն հիմա աշխատում եմ տուրիստական ոլորտում հատուկ Հերհերի համար, որ այստեղ հյուրատնային բիզնեսը զարգանա, այսինքն շատ տուրիստներ կան։ Մենք ունենք հյուրատներ, բայց քիչ են, ու կուզենայի շատանար։ Բայց բնակության առաջին հետքերը այս գյուղում Արմեն, որ դարով են թվագրվում, եթե իհարկե կա նման պահպանված տեղեկություն։ Այո, թվագրումը 8-րդ դարից սկսած որպես այս գյուղատեղից, սակայն մեկը չի եղել, մի քանիսն են եղել, 8-րդ դարից սկսած ունենք պահպանված եկեղեցի Սուրբ Սիոննա, գյուղից 1 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, Սուրբ Սիոնի առաջին եկեղեցին հենց կառուցվել է 8-րդ դարում։ Եվ ծանոթանանք նաև գյուղի տեսարժան վայրերին ու հատկապես պատմամշակութային հուշարձաններին։ Սուրբ Սիոնի մասին նշեցիր, ասացիր 8-րդ դարով է։ 8-ից 13-րդ դար։ Բայց ցավոք տեղեկություն շատ չունենք պահպանված դրա մասին, բայց այստեղ կա նաև Սուրբ Գևորգ եկեղեցի։ Մենք իհարկե քիչ հետո կգնանք կտեսնենք եկեղեցին, բայց եկեղեցիներից բացի ինչ տեսարժան վայրեր ունի գյուղը։ Հավելում էլ անեմ, այստեղ բացի Սուրբ Գևորգ եկեղեցուց նաև կա Սուրբ Գևորգ մատուռ, որը գյուղացիների մոտ հայտնի է Չիքի վանք անունով։ Չիքը դա մաշկային հիվանդություն է, որը բուժվում է այնտեղի հողի շնորհիվ։ Դա այսպես ասած ասեկոսե չի, շատ մարդիկ են օգտվել ու իրոք անցկացվել այդ մաշկային հիվանդությունը։ Բացի եկեղեցիներից այստեղ ունենք նաև բնական հուշարձաններ, որոնցից ամենահայտնին Հերհերի երկու ջրվեժներն են, մեկը Քարավազի ջրվեժը, մյուսը Հերհերի արդեն գլխավոր ջրվեժը։ Բացի դրանից սարերից նշեցի Պահակասարը, ունենք նաև Վայոց սարը, որը հանգած հրաբխի տեսք ունի ու այնտեղ բարձրանում են թե գեղեցիկ տեսարանների համար եւ թե խառնարանի մեջ հայտնվելու համար, որովհետեւ խառնարանի մեջ մատուռ կա։ Բայց ես վստահ եմ, երևի դու էլ կփաստես Արմեն, որ այստեղ քայլարշավային գեղեցիկ ճանապարհներ կան։ Այո։ Ես քանի որ քայլարշավային ոլորտում եմ այսպես գործունեություն ծավալում, շատ կան արահետներ, սակայն չկան գծագրված արահետներ, սա էլ խնդիր է եւ հուսանք այդ խնդիրը շուտով կլուծվի եւ կունենանք մշակված արահետներ ավելի հասանելի տուրիստներին։ Իմ ուշադրությունը գրավեց հատկապես եկեղեցու պատերի շարվածքի մեջ պահպանական հիշեցնող սարաքարեր կան, խնդրեմ դրանց մասին ներկայացրել։ Այո, դա փաստում է, որ եկեղեցու քարերի հիմնական այսպես շերտը հետո վերանորոգվել, այսինքն հին եկեղեցու տեղում նորն են կառուցել, արդեն տեսքը 17-րդ դարի է։ Այսպես սալաքարեր հիշեցնող տապանակարեր են, որոնք տարբեր տեղերից այսպես դրված է, որ շարվածքը կանգուն մնա։ Բայց այստեղ ավելի կարևոր հետաքրքիր այսպես տապանակարեր կան, որոնք բարավորի վրա են հավաքած, այո, քանդակված է ու այստեղ տեսնում ենք խնջույքի տեսարան, ձիավորներ, երաժիշտներ, դա խնջույք է ներկայացնում, հիմնականում նմանատիպ տապանակարերը Վայոց ձորում հատուկ են Օրբելյանների ժամանակաշրջանում։ Բայց կա տարածքում կամ տարածաշրջանում նման կառույցներ, որ նույն տրամաբանությամբ են վերակառուցվել, այսինքն օգտագործել են այս սալաքարերը որպես եկեղեցու պատերի շարվածքի դետալ կամ մաս։ Իրականում տարածքում միայն սա է, այո։ Մյուսները արդեն իրենց կառուցվածքով եւ քանդակներով թվագրվում են 8-13-րդ դարեր, այսպես չեն վերանորոգվել, այսինքն ինչ որ կա, վերանորոգումներ կատարվել է իհարկե, բայց ինչ որ կա, դա այդ հին շերտը ցույց է տալիս։ Սա է, որ հնի վրա նոր է կառուցված։ Շատ լավ, մտնենք ներս, տեսնենք ներսում։
խոսքի ամենասկզբում ես նշեցի, որ հերհերը հնագույն բնակավայր է, իսկ բնակավայրի հնագույն լինելը մենք հիմնականում կապում ենք նաև այլ բնակիչների հետ, ովքեր ծնվել են այստեղ, ապրում են այստեղ եւ իհարկե աշխատում են։ Եվ այս պահին մենք գտնվում ենք բնակիչներից մեկի Եփրեմ Գրիգորյանի տանը, ով մեղվաբույծ է եւ նախ շնորհակալություն ձեզ մեզ հյուրընկալելու համար Եփրեմ։ Եվ առաջին հարցս ձեզ, եկեք հասկանանք մեղվաբույծի եւ մեղվապահի կապությունը։ Աղբարով եք եկել մեր Շնորհակալ եմ։ երերգյուղը, մեր աչքի վրա տեղ ունեք, մեզ համար շատ հաճելի է նման հանդիպումը։ Ուրեմն մեր հերերը շատ բնության ուղղա, որտեղ որ նաև շատ նպաստում է մեղվաբուծության։ Հաճախ թորներս հարց են տալ, ասում պապիկ, մեր ու մեղուների մեջ տարբերություն կա սիրելու։ Ո՞րին եք ավելի շատ սիրում։ Մեզ է շատ սիրում, թե մեղուներին, թե բնականը պատասխանը սա, որ երկուսին էլ հավասար սիրում։ Բայց պարոն Եփրեմ, ինձ խնդրում եմ ասեք մեղվապահի ու մեղվաբույծի տակ։ Մեղվապահը ուրեմն մեղվապահի աշխատանքը դա նա է, որ ընդհանրապես ինքը մեղուն պահի, կերակրումից հետո ստանա մեղրաբերք, իրացում, դա իր պահել, պահպանելն է։ Իսկ մեղվաբույծ օպերատորի դերը բոլոր աշխատանքները կատարում է մեղվաբույծ օպերատորը։ Ինքն անվանում է մասնագիտական անվանում։ Ուրեմն սկսում են կատարել են աշխատանքները, որի մեջ ես հեսա ցույց կտամ։ Բայց մի հարց ունեմ ձեզ, արդյոք մեղուները ո՞րով ճանաչում եք։ Պատասխանեմ հարցին։ Մեղուն ոչ տեսանելիությամբ է ճանաչում, որ եկավ ասենք խոսքի Եփրեմը, մեղվանոցի տերը։ Ոչ էլ ես իշքան որ գիտեմ, ոչ էլ իր բնազգում։ Բայց մեղվի մոտ կա մեղվի հոտարության հատկություն, որտեղ որ ամենօրյա շփում եմ, ես դա սովորում եմ հոտին։ Քանի մեղվաընտանիք ունեք այս պահին։ Այս պահին ուրեմն մեղվանոցում դրված է 86-ը արկղ մեղվաընտանիք։ Սակայն 86-ը լրիվ կայուն ընտանիքներ չեն, երկհարկանի ընտանիքներ չեն, որը նախապատրաստվում է մեղրաբերք հերի։ Ուրեմն ես նաև լրացուցիչ մայրեր եմ բուծում, ինքս բուծում եմ մայրերը, որ լավ ընտանիքներից վերցնում եմ սերունդ եւ ստանում եմ մայրեր։ Ես կբացեմ արկղը, որտեղ մեղուն ներսնա կատարում աշխատանքը, դրսից բերած բերքի հաշվին, բերած նեկտարը մշակում են հետագայում մեղրի համար եւ բացեք գիտեք մեղուն ինչա սիրում ազնվություն։ Ինքը բերել, ինչ նկատի ունեմ ասեմ, ուրեմն ինքը բերելու է 100%-անոց, ասենք ոսկի մեղրը, 100% ինքը բերելու է պաշարելու։ Եթե մեղվաբույծը, մեղվապահը նրանից տարավ 70%, 30% թողեց իրան, կնեղանան մեղուները։ Կնեղանան ու կվերանան։ Խնձորի այգու մեջ, խնձորի ծառի վրա, պարսը, որը հենց ինքը բնականون իր բնական ճանապարհով առանձնացել է մի ընտանիք մնացել է տեղում արկղի մեջ, երկրորդ ընտանիքն արդեն առանձնացել եկել խնձորի ծառի վրա։ Հիմա ես ցույց կտամ պարսը, որը մի քիչ հետո նորից տեղավորելու է մի արկղի մեջ։ Դե միացել է ինձի բարևեք, ձեռներով, վայ ապրեք դուք, ես ինչ անուշ երեխեք եք, սա մի քիչ հետո գործնագործ եք, չէ խաղալու, որ նկարեմ։ Աղը որ դուք խաղում էիք, այդ անուն չունի, ինչ ա, մեր մոտ օրինակ գործնագործ են ասում, ձեր մոտ ինչ են ասում։
Այդ ինչ խաղ եք խաղում երեխեք ջան։ Այսինքն ով հաղթում է վերջում ճլոտում է։ Հիմա ով հաղթեց։ Թե ուղակի խաղա։ Պարզ է։ Իսկ Համով ջան, դու մի քիչ էս կողմ կկանգնես։ Իսկ ընդհանրապես գյուղում ինչ խաղեր եք խաղում։ Ինչով եք զբաղվում։ Մի քիչ կպատմեք երեխեք ջան։ Ֆուտբոլ, վոլեյբոլ, նադլորի։ Մենք դպրոցում մենք դիսկոտեք ասացի, մենք տղերքով, բարեկամներով հավաքվում ենք գյուղամեջը խաղում ենք։ Պարզ է, հասկացա։ Դե շատ լավ է դա։ Իսկ ինչ երազանքներ ունեք Համովներ ջան։ Ինչ եք ուզում դառնաք։ Բլոգեր։ Ես ուզում եմ դառնալ ֆուտբոլիստ։ Ես էլ չեմ դառնալ բարի։ Երեխեք ջան, բա դուք որ առարկան եք սիրում դպրոցում։ Ես անգլեր եմ։ Ես հայրենիք բնություն։ Ես հայրենի ու մաթեմատիկա։ Ապրեք։ Ձեր գյուղը սիրում եք հերերը։ Այո, շատ։ Իսկ ինչ առանձնահատուկ բան կա, որ սիրում եք։ Մեր խաչքարերը, մեր եկեղեցիները, տեսարժան վայրերը։ Ես սիրում եմ մեր դպրոցը։ Ես եղել եմ։ Մեծացել եմ, շուտով դպրոց պետք է գնա։ Գնգնա թե դարգերից ու բայսակ ես ունենա, բայց կորիկը զեզու անում ու կասկասում հավին ծաղնում, մետից տեսեք ասում ենա, կոսիկները թարս է ագնում։ Դե հիմա բոլորս Ռաֆոին ծապ ենք տալիս, ապրի Ռաֆոն։ Քանի որ մենք հերհեր գյուղում ենք, բնականաբար գյուղի ազգային խոհանոցին չանդրադառնալ չենք կարող, հետևաբար այսօր հյուրընկալվեցինք Տիկին Մարիամի տուն եւ միասին պատրաստելու ենք Վայոց Ձորյան խոհանոցին բնորոշ մի հետաքրքիր ուտեստ, եթե կարելի է այդպես ասել, բայց նախքան դրան անցնելը, Տիկին Մարիամ, ես պիտի խնդրեմ մի փոքր մեզ ներկայացնեք Վայոց Ձորի խոհանոցի մասին, ինչ հետաքրքիր առանձնահատկություններ ունի։ Մեր մարզում հատուկ ճաշատեսակ կա, որը կոչվում է ջրիկ բանջար։ Այս ջրիկ բանջարի մեջ ներառում է ալագյա, սոխուկ, սպտկուն։ Դուք կանաչիների անուններ եք հիմա ասում, ահա։ Ու երկար գործողություն է կատարվում, երբում է լոբիով, ձավարով, ոսկով, սիսեռով, սոխառած են անում տհալով։ Վերջում ավելացում են փոշի, շատ համեղ ուտելիք է։ Դա ամենօրյա ուտեստ է, թե ինչ-որ հատուկ է տոնորերին։ Դե ամեն օր չեն պատրաստում, չէ, տոնորերի էլ չի, բայց լավ շատ հագեցնող ու ճաշատեսակ է։ Քալագյոշն է էլի ավանդական ճաշատեսակներից, չորաթան են պատրաստում ու տրորելով լուծում են ջրով, ոսպ առանձին եփում խառնում, սոխառածով էլի տենց էսի հատուկ կերակրատեսակ է։ Իսկ աղանդերից, քաղցրավենիքից կա հենց հերհերին բնորոշ ինչ-որ մի բան։ Դե գաթա են հիմնականում պատրաստում, ես այսօր նույնպես պատրաստել եմ գաթա։ Մենք կհամտեսենք ձեր պատրաստած գաթայից։ Հիմա պատրաստում ենք կուտապ, ժնգյալով հացի պես։ Անունը հետաքրքիր է, ունեք որը ներառում է շրեշտ մեջը, մեր սարերում է մաճում։ Ես եմ հավաքել բերել, այստեղ բոլորը այդպես են էլի պատրաստում, ժնգյալով հաց համարյա թե չեն պատրաստում։ Հիմնականում կուտապը հենց կանաչեղեն է, շրեշտն է։ Լավ, ես իհարկե խոհանոցում հմուտ չեմ, բայց ես այսօր փորձել եմ ձեզ օգնել։ Անցնենք գործի։ Թմուրը կաթով պատրաստում է։ Կաթով եք պատրաստում, դա նպաստում է ավելի փափուկ։ Ահա։ Կաթով պատրաստել եմ։
Հիմա արդեն խմորը լրիվ հասունացել է, ես կբացեմ։ Ես դժվար գործը ձեզ եմ թողել։ Հա, ոչինչ։ Դուք ավելի հմուտ եք վստահեմ։ Սա սովորական ժնգյալով հացից տարբերվում է զուտ կանաչու, այդ մեկ տեսակն է կանաչու։ Բայց ես խառնել եմ կինձ մինձուկ, որը յուրահատուկ համ է տալիս։ Բայց ծորի սարերից եք հավաքում։ Հենց այստեղ մեր այգիներից բանից այդպես խա։ Դա վայրի գինձն է, կնմզուկը։ Սխտորուկ եւ կանաչ սոկ։ Կանաչ սոկ։ Մեկ էլ աղարա սև ու կարմիր բիբարն է։ Այդ է իր մեջ ներառը։ Երևի ինձ ցույց տաք, այսքան հատվածը կանաչից է լցնում։ Ես հիմա լցնում եմ շրեշտ, ասացի։ Շատ է պետք լցնել, թե ոչ այդքան, որ ավելի համեղ լինելուն ինչն է նպաստում։ Կանաչին պետք է լավ է։ Մի քիչ է լավ լացրեք այս հատվածում։ Էլի թե բավական է։ Էլի կողքերը ավելացրել։ Խնայում եմ։ Ահա, չէ, պետք չի խնայել։ Դե հիմա ծայրերը բերեք նրա։ Եվ երևի այսպես ուղղակի ամրացնում եք, որ չբացվի թխվելուց։ Եվ քանի րոպե պիտի թխվի, երբ պատրաստվի։ Տաքանում է, մի 10-15 րոպե պատրաստել եմ։ Ահա, շատ լավ։ Համտեսեք։ Շնորհակալ եմ։ Օպերատոր դու էլ կհամտեսես։ Շնորհակալություն։ Առանձնահատուկ համ ունի։ Ժնգյալով հաց շատ եմ փորձել, բայց սա հավանաբար ինչպես դուք նշեցիք, կանաչու արդյունքում է, որ համը շատ տարբերվում է, շատ հետաքրքիր է։ Շնորհակալ ենք շատ։ Ես պատրաստում եմ Հերհեր անվանուն ուգաթա, Արմենը տղաս որ գիտ է աշխատում, զբոսաշրջիկներին բերում է, եւ ես թխում ու Սայլ Արմենը համտեսում են մեր հյուրերը։ Այսպիսի համով կաց է։ Հերերի այս քաղցր գաթայով էլ ավարտում ենք մեր ճանապարհորդությունը այստեղ։ Մենք արեցինք այսօր շատ բացահայտումներ գյուղի մասին եւ ինչպես նկատեցիք, յուրաքանչյուր ընտանիք ունի իր պատմությունը, յուրաքանչյուր պատմամշակութային կոթող անցել է հարուստ ճանապարհ։ Եվ այս հնագույն բնակավայրը Հայաստանի Վայոց ձորի մարզում ծովարած, լեռներով շրջապատված մեզ շատ ջերմ հյուրընկալեց։ Մենք գնանք համտեսենք Հերերի գաթա։